Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, հոկտեմբերի 2-ը սոցիալական մանկավարժի օրն է, շարունակելով թեման, մեր զրույցը պիտի շարունակենք տաղավարում արդեն հյուրի հետ, որը ներկա է, շտապ եմ ներկայացնել նրան, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի սոցիալական մանկավարժ Էլիզա Քիոշկարյան, բարի լույս։ Բարի լույս։ Նախ շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը եւ հենց անցնենք բուն թեմային թերևս եւ մեր հեռուստադիտողներին նախ ասենք, թե առհասարակ ինչպիսին է սոցիալական մանկավարժի աշխատանքը։ Շատ լավ։ Սոցիալական մանկավարժը մանկավարժական գործունեություն ծավալող մասնագետ է, ով դաստիարակչական աշխատանքները իրականացնում երեխաների, մեծահասակների, երիտասարդների հետ եւ նպաստում նրանց սոցիալականացմանը։ Տարբեր միկրոմիջավայրերում կրթադաստիարակչական լինի դա դպրոց, ընտանիք, մանկապարտեզ եւ այլ հաստատություններ։ Որպեսզի առավել պատկերավոր հասկանանք սոցիալական մանկավարժի աշխատանքը, ընդհանրապես կարելի է վերլուծել երկու հիմնական հասկացություն՝ սոցիալական եւ մանկավարժ։ Սոցիալական հասկացությունը ունի լատինական ծագում եւ նշանակում է հասարակական։ Իսկ մանկավարժությունը, դե գիտենք, մանկավարժն այն մասնագետն է, ով օգնում, ուղղորդում քաջալերում է անձին դեպի ուսուցման, դաստիարակության, կրթության, զարգացնում նրա հմտությունները, այսքանից կարելի է եզրակացնել, որ սոցիալական մանկավարժները այն մասնագետներն են, ովքեր անձին ուղղորդում են դեպի հասարակություն։ Սոցիալական մանկավարժի աշխատանքի մասնագիտական նպատակն է սոցիալականացման եւ ինտեգրման խնդիրներ ունեցող անձանց ներգրավման հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց աջակցությունը։ Նա հիմնականում իր աշխատանքը կառուցում է փոխօգնության, սիրո, հարգանքի, վստահության, ջերմ միջավայրի առողջ հարաբերությունների համար ու փոխօգնությունը, եթե անձի համար անձնային որակ է, սոցիալական մանկավարժի հիմնական որակներից մեկն է, որ կարող է օգնել իր մասնագիտական ճանապարհին։ Սոցիալական մանկավարժները նաև բացահայտում են անձի այնպիսի խնդիրներ, որոնք անձը կարող է բախվել, սոցիալականացման գործընթացում, բացահայտում են նրանց հակումները, նրանց պահանջմունքները, ինչպես նաև փորձում է ճանապարհներ ու ուղիներ փնտրել, օգնության ձեռք մեկնել այդ անձանց։ Որպես այդպիսին երկուսը շատ կարևոր աշխատանք է եւ բարդ աշխատանք է իհարկե, որ ոլորտներում են սոցիալական մանկավարժները հիմնականում ծավալում իրենց գործունեությունը։ Հիմնականում սոցիալական մանկավարժները աշխատում են կրթադաստիարակչական ոլորտներում, ընտանիքներում, հենց առաջին ընտանիքում, որովհետեւ սոցիալականացման առաջին ինստիտուտն է ընտանիքը, որտեղ որ երեխան ձևավորվում է։ Համայնքում է աշխատանք իրականացնում, մանկապարտեզում, դպրոցում, իրականացնում է աշխատանքներ նաև մանկատներում, ընդհանուր մինչև քրեակատարողական կառույցներում, որտեղ որ ապասոցիալականացման խնդիրներ կան։ Աշխատանքները իրականացնում նաև մեր գործընկեր, մեր լավագույն գործընկեր, նաև տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոններում եւ դե իհարկե հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում։ Ոլորտը շատ մեծ է, պարզապես մասնագետը ինքը պետք է որոշի, թե տվյալ կառույցներից որն է իրեն հոգեհարազատ եւ իր աշխատանքները ծառայի այդ կառույցներում։ Որպեսզի մեր հեռուստադիտողների համար եւս ավելի բարձ լինի, կնշեք, թե որոնք են այն հիմնական տարբերությունները սոցիալական մանկավարժի եւ ուսուցչի աշխատանքի միջև։ Նախ ուսուցման ձևերն են տարբեր։ Եթե ուսուցիչը դասարան է մտնում եւ գործ ունի, խմբային աշխատանք է իրականացնում, այսինքն գործ ունի 30 երեխաների հետ, ապա սոցիալական մանկավարժները աշխատում են անհատական ձևով, որովհետեւ սա շատ անհատական, մանրակրկիտ աշխատանք է եւ յուրաքանչյուր երեխայի համար պահանջում է անհատական մոտեցում։ Ինչպես նաև եթե օրինակ ուսուցիչները դասարանում ունեն որոշակի աշխատանք խիք համակարգով, ապա սոցիալ մանկավարժական աշխատանքն էլ ունի իր կառուցվածքները։ Սոցիալական մանկավարժի աշխատանքը աջակցություն է եւ այն ներառում է մեկնարկ, ընթացք եւ ավարտ, այսինքն երեխայի հետ աշխատանքն էլ պլանավորված է, նպատակաուղղված է, այդ նպատակները քննարկվում են ծնողների հետ, յուրաքանչյուր երեխայի համար իր հաշվի առնելով իր դրական կողմերը, հենվում ենք այդ դրական կողմերի վրա, ինչպես նաև սահմանում նպատակներ, մոտալուտ նպատակներ, որպեսզի երեխան կարողանա այդ նպատակներին հասնի։ Այ հետաքրքիր է նշեցիք աշխատանքի առանձնահատկությունները, ինչպես է իրականացվում առհասարակ այս աշխատանքը երեխաների հետ եւ որտեղից է սկսվում։
Առհասարակ սոցիալական մանկավարժի աշխատանքը սկսվում է ծնողի հետ զրույցից եւ շատ կարեւոր է առաջին հանդիպումը, որովհետեւ դա սոցիալական մանկավարժի հաջողության գրավականն է, թե ինչպես կմեկնարկի սկիզբը։ Շատ կարեւոր է զրուցել ծնողի հետ, հավաքագրել երեխայի մասին ինֆորմացիա, տեղեկություններ, հասկանալ երեխան ինչպիսի դժվարություններ ունի եւ օգնել հաղթահարել դժվարությունները։ Իրականում այս աշխատանքը, քանի որ սոցիալական ոլորտը բավականին լայն է, մեծածավալ, անհրաժեշտ է նախ տարիքային առանձնահատկությունները հաշվի առնել երեխաների, որովհետև սոցիալական մանկավարժը իր աշխատանքը սկսում է նախադպրոցական տարիքի երեխաներից, ովքեր դեռ նոր են իրենց քայլերն անում դեպի հասարակություն, եւ անհրաժեշտ է երեխաներին զինել այնպիսի սոցիալական հմտություններով, որ հետագայում երեխան կարողանա լիիրավ անդամ լինել հասարակության մեջ, որպես քաղաքացի, որպեսզի կարողանա ինքնուրույն որոշումներ կայացնել եւ առհասարակ ինքնառեալիզացվել։ Այդ հարցում մեզ օգնության են գալիս խաղերը, քանի որ նշեցի, որ սոցիալական մանկավարժների առհասարակ աշխատանքը սկսում է նախադպրոցական տարիքից, իսկ այդ տարիքի երեխաների հիմնական գործունեության տեսակը խաղն է։ Այսինքն խաղի միջոցով մենք երեխային սովորեցնում ենք սոցիալական հմտություններ։ Կարող ենք խաղերի հետ կապված։ Այո, շատ հետաքրքիր է, ինչ խաղերի մասին է խոսքը։ Խաղերը շատ բազմազան են, կենտրոնը հարուստ է բազմաթիվ դիդակտիկ պարագաներով եւ խաղերով, սակայն աշխատանքային տարիների փորձի ընթացքում ծնվել են նաեւ հեղինակային խաղեր, որոնք արդեն մասնագիտական մեր գործիքներն են, հնարները, մեթոդները, որի օգնությամբ աշխատանքը իրականացնում։ Սոցիալական մանկավարժը նախադպրոցական տարիքի երեխաների հետ աշխատանքում կարող է սկսել այն ամենատարրական ինքնասպասարկման հմտություններից, ինչպիսին են օրինակ սեղանի շուրջ նստելու վարքագծերի յուրացումը, էթիկայի նորմերը, այնուհետև խաղերից կարող եմ նշել օրինակ սառնարան պահարան խաղը, որը սոցիալ կենցաղային խաղ է եւ երեխան պետք է տարբերակի, թե որ իրերն ենք դնելու սառնարանում եւ որ իրերը պահարանում։ Խաղը շատ հետաքրքիր է եւ երեխաները մեծ հաճույքով են այդ խաղը իրականացնում։ Այնուհետև կարող ենք նշել էլի խաղեր հագուստների հետ կապված, թե որ միջավայրում ինչպիսի հագուստ կարելի է կրել, դա եւս սոցիալական էթիկետի ինչ որ հատված է պահանջում, նաեւ հիգիենայի օգտագործման իրերի հետ կապված ինչի համար է, այսինքն նախադպրոցական տարիքի համար թե այն ամենատարրական բաները, ինչը որ երեխային կդարձնի ինքնուրույն։ Խաղերից կարող եմ նշել հեղինակային խաղերից, արդեն կարող եմ նշել։ Հետաքրքիր է հենց դրանք, որ ենթադրում եմ, որ դա նաև իհարկե բավականին երկար մասնագիտական տարիների փորձի արդյունքում ծնված մեթոդաբանություններ են։ Նշեմ խաղերի շարքը, որ իրականացրել եմ տարիների աշխատանքի ընթացքում, առաջինը Արան ու Անին խաղն է, ինչու Արան ու Անին, որովհետև երբ բացում ենք այբենարանը, մեզ ողջունում են Արան ու Անին, բայց նախադպրոցական տարիքի համար մենք նույնպես որոշեցինք, որ ինչ որ խաղեր լինեն, որպեսզի երեխան հաղորդակիցը լինի նաև այդ կերպարներին։ Առաջին մասում կարող եմ ներկայացնել, որ թե ինչպես է երեխան պլանավորում իր օրվա ռեժիմը։ Սա շատ կարևոր է եւ տալիս է անձին ժամանակի կառավարման հմտություն, որը որ բոլորին է անհրաժեշտ։ Օրինակ առավոտյան արթնանում են, հետո ինչ գործողություններ են անում, դպրոց են գնում կամ մանկապարտեզ, դրանից հետո ինչ քայլեր ու գործողություններ կան, որպեսզի կարողանանք մեկ օրվա ընթացքում պլանավորել այս աշխատանքը։ Խաղը նաեւ կազմված է առավոտ, ցերեկ, երեկո եւ գիշեր կտրվածքով նկար քարտերից, որոնք որ երեխան պետք է տարբերակի, թե որ գործողություններն են առավոտյան կատարվում եւ այդպես շարունակ, այնուհետև ժամացույց հիշեցնող սարքի միջոցով նա կարող է դիդակտիկ քարտերը շարել այդ պատկերներով եւ արդեն վիզուալիզացնել իր օրը եւ հասկանալ թե օրվա ընթացքում ինչպիսի գործեր ունի անելու։ Ինչպես նաև կատարողական գործողությունները կարող է դնել ինչ-որ մի արկղի մեջ ու նաև հաջորդ օրը պլանավորել, թե ինչ աշխատանք է իրականացնելու։ Կարող եմ նշել նաև տարվա եղանակներին համապատասխան հագուստի ընտրությունը, որպեսզի
երեխան կարողանա տարբերակել, թե որ եղանակին ինչ հագուստ պետք է ընտրել, դա էլ է շատ կարևոր հմտություն։ Կարող եմ նշել նաև սոցիալական վարքի ու նորմերի հետ կապված խաղեր։ Այդտեղ երեխային մենք ցույց ենք տալիս երկու դիդակտիկ պարագաներ, որտեղ որ մի քարտում ընդունելի վարքագիծ է, իսկ մյուս քարտում հասարակության կողմից մերժելի։ Եվ երեխան պետք է նայելով նկարներին հասկանա, թե որն է ընդունելի վարքագիծ, որը ոչ։ Եվ դրանով նա յուրացնում է սոցիալական նորմերը, վարքականոններ, ձևեր, որոնք որ հասարակության մեջ օգնում են իրեն ինքնադրսևորվել։ Խաղերից նաև կարող եմ նշել, թե ինչպես պատրաստել երեխային դպրոցին, այսինքն թե ինչպիսի հմտություններ պետք է ունենա երեխան մինչև դպրոց գնալը։ Կարող եմ խաղերից նշել նաև մասնագիտական կողմնորոշման գործընթացին ուղղված աշխատանքներ է անում սոցիալական մանկավարժը եւ երեխաներին սոցիալական մանկավարժները ծանոթացնում են տարբեր մասնագիտությունների հետ, հետագայում նաև իրականացում է մասնագիտական կողմնորոշման աշխատանք, սա օգնում է նաև անձին հետագայում մասնագիտություն ընտրելու եւ իր ուժեղ կողմերին եւ հետաքրքրությունների շրջանակներում բացահայտելու իր կարողությունները եւ ընտրել ճիշտ մասնագիտություն։ Իսկապես շատ մեծ աշխատանք ենք կատարում եւ ցավոք մեր ժամանակը իհարկե ուղիղ եթերում այդքան շատ չէ, որ ամբողջը հասնենք ամփոփել, բայց վերջում այսպես հաշվի առնելով նաեւ կարեւոր այսօրը եւ մասնագիտական տոնը, ինչ կմաղթեք դուք ձեր բոլոր գործընկերներին։ Շատ լավ, ես էլ օգտվելով առիթից շնորհավորում եմ բոլոր սոցիալական մանկավարժներին, ցանկանում եմ բեղուն աշխատանքային գործունեություն, ինչպես նաև հասարակության խիղճն են սոցմանկավարժները կարողանան օգնության ձեռք բեր գնել այն մարդկանց, ովքեր իրապես դրա կարիք ունեն, քանզի սա մարդասիրական մասնագիտություն է, փոխօգնության, սիրո, հարգանքի, վստահության վրա հիմնված։ Ինձ մնում է միանալ ձեր շնորհավորանքին եւ ձեզ իհարկե շնորհավորել մասնագիտական տոնի առիթով ու շնորհակալություն հայտնել տաղավարում մեզ հետ այս թեմայի շուրջ զրուցելու համար։ Վստահ եմ դեռ առիթ կունենանք հանդիպելու եւ ավելի մանրամասն իհարկե քննարկելու թեման։ Շատ բարի, ես էլ եմ շնորհակալ։ Սիրով, իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ անցնենք առաջ, լսենք երաժշտություն ու վերադառնանք։